Ես էլ չեմ պատկերացնում ենք, ասենք, 5 հոգով կամ 10 հոգով ինչ պիտի անենք, որ այդ մեր հզոր վարչապետը այտենց վախենում կաշկանդում է մեզանից։ Մինչ վարչապետն անցած շաբաթ օրը շրջում էր Չարենցավանի փողոցներում, ապա իր թիմակիցների հետ պարում այդ քաղաքի ռեստորաններից մեկում, չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու իր երկու ընկերները դարձյալ ստիպված էին մի քանի ժամ իրավապահների հետ անցկացնել։ Ընդդիմադիր հայացքներով տղամարդկանց այս անգամ էլ չհաջողվեց տեսնել Նիկոլ Փաշինյանին։ Ես 3 անգամ առնվազն 3 անգամ իմ կամքով գնացել եմ այնտեղ, որ ինձ հարցաքննեն։ Այդ մարդիկ ասել են կամ հարցաքննելու բան չկա, կամ որ պետք է կանչենք։ Մինչև այդ որևէ պաշտոնական բան չի եղել։ Այդ օրը ամսի 21-ին, 20-ին ժամը տենց 4-5-ի կողմերը իմանանք, որ 3-ից էլ միանգամակ նույն ժամին, ամսի 21-ին ժամը 3-ին կանչել են իբր թե հարցաքննության։ Անհանդուրժողականություն հրահրելու կամ քարոզելու հոդվածով գործը քննչականը հարուցել է 2 ամիս առաջ, երբ Գևորգ Հակոբյանն ու նրա ընկերները պատրաստվում էին Նիկոլ Փաշինյանի Չարենցավան նախորդ այցի ժամանակ բողոքի ակցիա իրականացնել ու մեջբերեմ ոչ Նիկոլ, մի քանդիր եկեղեցին վերադարձնել անձնագրայինը եւ Արցախը Հայաստան էգրությամբ թռուցիկներ բաժանել հավաքվածներին։ Տղամարդիկ սակայն այն ժամանակ ոչ վարչապետին էին տեսել, ոչ էլ նրան ուղեկցող մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ակցիան չմեկնարկած նրանց բերման էին ենթարկել, մի քանի ժամ անազատության մեջ պահելու միայն Փաշինյանի այցից հետո ազատ արձակել։ Հենց այդ ժամանակ էլ քրեական վարույթ էին նախաձեռնել ու արգրավել Գևորգ Հակոբյանի հեռախոսը, նրա ընկերներից մեկին պատկանող էլեկտրատեխնիկան։ Հաջորդող 2 ամիսներին ոչ մի նորություն տղամարդիկ չեն ունեցել, ոչ հարցաքննության են կանչել, ոչ էլ վերադարձրել արգրաված իրերը, եւ վարչապետի արդեն այս այցի նախորդ օրը քննչականից ծանոթագիր են ստացել ներկայանալ հարցաքննության, որն ի դեպ նշանակվել էր ճիշտ այն ժամին, երբ Փաշինյանին էին Չարենցավանում սպասում։ Ընդ որում Հակոբյանի դեպքում պատմությունը գրեթե նույնությամբ է կրկնվել։ Ժամը 3-ին են հրավիրել, ցանկացել է մի փոքր ուշ գնալ։ Իրավապահներն անմիջապես եկել են բերման ենթարկելու։ Մենք բոլորս էլ պատրաստ ենք գնալ, բայց քանի որ ինքը 3-ին էր կանչել բոլորիս, ասենք տրամբանորեն ասենք գնանք այնտեղ կանենք, ինչ անենք։ Մեր ընկերներից մեկը կոնկրետ ժամը 3-ին դաժիշտ գնացել այնտեղ, որ մի ժամ կամ կես ժամ ազատորով ես գնայի։ 3:30-ի կողմերն էր, ուզում էի պատրաստվել գնալ, մեկ էլ տեսնեմ Կոտայքի մարզային քրեական ամբողջ աշխատողները մոտ 10 հոգի իրանց 5-6 մեքենաներով շրջապատեցին ամբողջ։ Բերման ենթարկեցին։ Չարենցավանցի տղամարդը պնդում է այս ամենն արվել է իրեն ու ընկերներին մեկուսացնելու համար։ Քննչական կոմիտեն առայժմ պարզաբանումներ չի տվել, ինչու են հենց վարչապետի այցի օրը քննիչի մոտ հրավիրել։ Ազատությանը հորդորեցին գրավոր դիմել։ Քննչական կոմիտեի ուղարկած ծանոթագրերում գրված է, որ տղամարդիկ վկայի կարգավիճակ ունեն։ Հարցնելու բան էլ չկար այնտեղ։ Մենք ենք իրանց հարցնում։ Ես էի իրանց հարցնում, իրանք չէին կարող պատասխանել, հարցնում չէին կարող պատասխանել։ Հարցում են անմազգանոտ ոնց է։ Ծննդյան թիվը որն է, որտեղ ես բնակվում։ Ես էլ ասենք լուրջ չէին ընդունում էլ այդպես բաներ։ Գևորգ Հակոբյանի խոսքով անցած շաբաթ օրը, եթե ստիպված չլինեին մի քանի ժամ իրավապահների կողքին անցկացնել, Փաշինյանի առջև քաղբանտարկյալների հարցը կբարձրացնեին։ Այդուհանդերձ Փաշինյանը Չարենցավանում մի կոշտ քննադատի հանդիպեց։ Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտեք։ Հակոբյանն ազգային ժողովրդավարական բևեռին է աջակցում։ Այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ Արմինե Սախոյանին հաջողվեց տեսնել վարչապետին։ Նրանց միջև կարճ բանավեճ սկսվեց։ Դուք ձեր ընտրական ծրագրում մի րոպե ներկայացրել եք, որ դուք Ղարաբաղի անվտանգության երաշխավորն եք։ Դուք ձեր խոսքը չեք կատարել ու հիմա ասում եք դուք սխալվում եք։ Մի րոպե, հանգիստ։ Լռեք, ես ինքս ոտքեր ունեմ եւ կարգ ունեմ ի տարբերություն ձեզ։ Ես 2022 թվականին ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետեւ չընդհատեք։ Ես ձեզ լուր լսել եմ, չընդհատ։ Ես Հայաստանի տարածքային ամբողջականությունն եմ ճանաչել, որովհետև մենք պարտավոր ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Ինքը այդպես էլ չիրականացված բողոքի ակցիայի համար իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Գևորգ Հակոբյանը վստահեցնում է, չի վախենում, այս մեթոդներով չեն լրացնի։ Քանի ինքը գա Չարենցավան, մենք տարբեր ժամանակ իր դեմ ակցիաներ ենք անում։